ինչ է ստացվում, որ իրանք ունեն խնդիր լրջագույնս իդեմս պատգամավոր Սարգսյան Հայկի, ով բարձրացնում է այն հարցերը, որոնք որ մեր հանրությանը հուզում են, որտեղ այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը եւ քրեական բարքերը ամենաշատն են ցավացնում եւ հուզում մեր հանրությանը։ Ես այդ հարցերը ըստ եւ ըստ նաեւ պատմության, եթե դուք նայեք վերջին գործունեություն ազգային ժողովի միակ падգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաեւ իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, ովքեր միլիարդներով այն ժամանակ դնում են գումար իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն եւ տան պետությանը, որպեսզի այդ գումարները ծառայեն մեր ժողովրդին։ Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը հայտնվել եմ թիրախային իրավիճակում եւ վարչության որոշ անդամներ մեր մասած չեն գնահատում իմ գործունեությունը։ Վարչությունը ինչ ձև մի րոպե Հերմինե ջան հարց եմ տալիս։ Մեծ մասը փաստորեն սրամաշ։ Փաստորեն մեծ մասը Ես քվեարկության արդյունքները, ես քվեարկում մի վիճեք, բոլորդ հարցին կպատասխանեմ։ Ես վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել, կարող եմ ենթադրել, բայց չգիտեմ, քանի որ դա ինձ չեն ասել։ Կարող է այնտեղ ներկա եղել, դուք հրապարակ օրաթերթը ներկա լինում վարչության լիստերին։ Այսինքն դուք ինչպես գիտեք, որ 3 հոգի դեմ եք, ով եք քվեարկել, ով ասել։ Դե ով է ասել, եւ միջև չասեք ով է ասել, ես չեմ շարունակի ձեր հարցերին պատասխանը։ Բնականաբար մեծ մասը դեմ է քվեարկել, ես բայց չեմ կարող ասել ով է դեմ քվեարկել, ով կողմ, ցանկանում որպեսզի եւս մեկ անգամ իմ բողոքը վարչությունը թույլ տա իրացնեմ ես իմ որպես կուսակցական իմ իրավունքը, որովհետեւ ունեմ սահմանափակ իրավունքներ, որոնք այո, կանոնադրություն մեջ բացեք 21-րդ հոդվածը սահմանում է կուսակցական անդամի իրավունքները։ Առաջիկայում կխոսենք։ Ինչ հիմնավորում է վարչությունը ձեզ ներկայացրել։ Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել, ինձ բանավոր խոսքում վարչության անդամներից մեկը իմ ընկերներից փոխանցել է, որ վարչությունը մերժել է իմ դիմումը։ Բայց ձեզ ասվել թե ինչ որ ներքին կարգով ձեր ընկերը ձեզ ասել է, որ չէ, պաշտոնապես կուսակցության վարչությունը որոշել է, որ տվյալ վարչության անդամը պետք է ինձ փոխանցի վարչության դիրքորոշումը, նա փոխանցել է ոչ բանավոր հանդիպման ժամանակ։ Ինչպես է վարչությունը այդ չգրանցվող տեխնազուներին ինչպես է Հենց դա տեսեք, հենց նաև խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն, հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ, եւ նաեւ ես, օրինակ չափորոշիչներով չափորոշիչներ այս պահին սահմանված չեն եւ որևէ մեկը չգիտի, որ ես եթե նեղված լինեի, ես չէի բողոքարկի, ես կգնայի մեր տուն, բայց քանի որ ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները եւ այն ժողովրդին, որը մեզ բերել է իշխանության, ես ուզում նշել, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, 23-ին եւ 100,000 որ մարդիկ դուրս եկան փողոց, ես գտնվում էի կալանքի մեջ եւ ինձ սպառնում էր մինչեւ 8 տարվա ազատազրկում եւ եթե ժողովուրդը դուրս չկար պայքար, ես դեռևս կգտնվեի անազատության մեջ, այսինքն ես իրավունք չունեմ դավաճանելու իմ ժողովրդին, ես պետք է պայքարեմ, որպեսզի այն արատավոր երևույթները, որոնք ես նշել եմ, առաջինը խաղամոլությունը, ինչպես է ծնվել այս միտքը։ Հազարավոր քաղաքացիներ ինձ դիմել են, ասել են Հայաստանում խաղամոլության այս աստիճանն է, մարդիկ ինքնասպանություններ են անում, իրենց տներն են կորցնում, պետք է կանխել։